Միայն 2024 թվականի ընթացքում Հայաստանում գրանցվել է մոտ 72,000 գույքային վնասով ճանապարհատրանսպորտային պատահար։ Նույն տարում ապահովագրական ընկերությունները փոխհատուցել են ավելի քան 20 միլիարդ դրամ։ Այս թվի մեջ չի ներառվում կասկո ապահովագրությունը։ Կան վերլուծություններ, որ Հայաստանը ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի ցուցանիշով բնակչության շնչին ընկնող հաշվով լավագույն դեպքում աշխարհի երկրների ցանկում միջին դիրք ունի։ Շրջանառության մեջ է դրվել հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը հետաձգելու նախագիծ, այս մասին հայտնել է ՔՊԱ-կան պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Մասնավորապես մայիսի 1-ի փոխարեն այս տարի լրացնողները հայտարարագիր կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 1-ը, հաջորդ տարի լրացնողները մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը, հաջորդ տարիների համար հայտարարագրի ներկայացման ժամկետ կսահմանվի մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը։ Նախագիծը արտահերթ նիստով եւ արագացված ընթացակարգով կընդունվի մինչև այս ամսվա վերջ։ Այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 845,600 լիտր գինի, որից 124,600 լիտրը փրփրուն շամպայն տեսակի։ 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալները նվազել են 33,3%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը նվազել է 15,8%-ով։ Հայաստանը ընդգրկվել է ռուսական գարեջուր ներկրող երկրների թոփ տասնյակում։ Նախնական տվյալներով ընդհանուր առմամբ մինչև 2030 թվականը ռուսական գարեջրի մատակարարումների ծավալը կարող է հասնել 450,000 տոննայի, 210 միլիոն դոլար արժողությամբ։ Գարեջրի համաշխարհային ներմուծումը շարունակաբար աճում է, 2023-ին այն գերազանցել է 18 միլիարդ դոլարը։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Միացյալ Նահանգների ծախսերը կրճատելու մասին։ Նա ակնկալում է, որ գումարը կկազմի $1 տրիլիոն։ Նա հավելել է, որ այս բոլոր կրճատումները ներառվելու են մի մեծ գեղեցիկ օրինագծում։ Միացյալ Նահանգների առաջնորդը ցանկանում է, որ օրինագիծը ընդունվի հնարավորինս շուտ։ Եվրամիության ագրոպարենային արտադրանքի արտահանումը նախորդ տարի հասել է ռեկորդային մակարդակի 235,4 միլիարդ եվրոյի, չնայած շարունակվող գլոբալ խնդիրներին։ Մեծ Բրիտանիան 2024-ին մնացել է այդ ապրանքների առաջին ներմուծողը, ինչը ներկայացնում է ընդհանուր արտահանման 23%-ը կամ 53,9 միլիարդ եվրոն։ Հացահատիկային արտադրանքները, կաթնամթերքը եւ գինին գլխավորում են արտահանվող ապրանքների ցանկը, իսկ ամենաբարձր գնաճն արձանագրվել է ձիթապտղի յուղի ու կակաոյի շուկայում։ Ներդրողները մտահոգված են Apple-ի բիզնեսի հեռանկարներով, ինչի արդյունքում վերջին 3 առևտրային օրերի ընթացքում ընկերության կապիտալիզացիան նվազել է 19%-ով կամ շուրջ 638 միլիարդ դոլարով։ Փորձագետների կարծիքով մաքսատուրքերի բարձրացման հետևանքով iPhone-ի գինը Միացյալ Նահանգներում կարող է ավելանալ մինչև $350։ Եթե Apple-ը ստիպված լինի iPhone-ի արտադրությունը ամբողջությամբ տեղափոխել Միացյալ Նահանգներ, ապա սմարթֆոնի արժեքը տեղական շուկայում կարող է հասնել $3,500։ Նյու Յորքը դոլարային միլիոնատերերի թվով զբաղեցրել է առաջին տեղը աշխարհի բոլոր քաղաքների մեջ։ Նյու Յորքում կա 384,500 միլիոնատեր։ Այս թիվը վերջին 10 տարվա ընթացքում աճել է 45%-ով։ Քաղաքում ապրում է 818 մարդ, որոնց ունեցվածքը գերազանցում է $100 միլիոն։ Թանկարժեք գույքից դեպի պետություն առավել մեծ հարկերի ներգրավում, որպես գլխավոր նպատակ էր սահմանված այս մոտեցումը, երբ որոշվեց կադաստրային արժեքը որպես գույքահարկի բազա փոխել շուկայականի մոտարկված արժեքով, ամբողջությամբ վերանայվեցին նաև հարկման դրույքաչափերը։ Պատգամավոր Թադևոս Ավետիսյանը պնդում է, որոշման արդյունքում ավելացան ոչ թե թանկարժեք գույքերի, այլ միջին արժեք եւ ցածրարժեք գույքերի հարկերը։ Պատգամավորը փոփոխություն է առաջարկում։ Փուլային տարբերակով մինչև 2026 թվականը տարեկան մոտավորապես 30-35%-ով գույքահարկի աճը գոնե կասեցվի 2025 թվականին եւ 2026 թվականի եւս 30-33% այդ աճը տեղի չունենա, նկատի առնելով, որ առանց էնել գույքահարկը պատիկներով մարդկանց բարձրացել է եւ այս ընթացքում հատկապես օցերի խմբերի համար միայնակ տարեցներ, թոշակառուներ եւ տարբեր սոցիալական այլ խմբեր դարձել է անտանելի
գույքահարկի բեռը։ Աճի կասեցումը վերաբերում է մինչև 200 միլիոն դրամ գույքերին։ Ըստ հաշվարկների Երևանի կենտրոն վարչական շրջանում 2 սենյականոց բնակարանի գույքահարկը կազմում է մոտավորապես այնքան, որքան նվազագույն թոշակի չափն է։ Այսինքն միայնակ ապրող տարեցները ամբողջ թոշակը պետք է գույքահարկ վճարեն։ Հակասոցիալական է որակում նման մոտեցումը պատգամավորը։ Արձագանք հնչեց. հարկման կասեցումը ոչ մի խնդիր էլ չի լուծելու։ Եթե գայի կասեիք 50 միլիոն դրամ, միտեղ մտքովս կանցներ, հա, նորմալ է 50, բայց 200 միլիոն դրամի մեջ այնքան գույք է մտնում, այնքան նաև կոմերցիա է, նաև ամեն ինչ, որ ձեր ասածը արդեն մի քիչ հակասություններ է ստեղծում մտային։ Ավետիսյանը հակադարձում է կոմերցիոն տարածքների համար այլ նախագիծ կա, քննարկվողը միայն բնակարաններին է վերաբերում։ Ասում է, հաշվարկներն էլ օդի մեջ արված չեն, ուսումնասիրություն է կատարվել։ 350,000-ից 400,000 դրամ է կազմում փոքր կենտրոնի բնակարանների տարեկան գույքահարկը։ Ֆինանսների նախարարի տեղակալն ասում է, նման թվերը ամբողջական պատկերացում չեն տալիս ու չափազանցված են։ Շուկայական արժեքին մոտարկված արժեքներով մեր բնակարանների եւ անհատական բնակելի տների շուրջ 90%-ը 88-ից 90% ունի համապատասխանաբար մինչև 23 եւ մինչև 25 միլիոն դրամ հարկման բազա։ Գերատեսչության ներկայացուցչի պնդումը հետևյալն է, նման դեպքում տարեկան հարկը կազմում է 20-ից 25,000 դրամ, այսինքն սա չի նշանակում, որ թոշակառուն իր ամբողջ թոշակը գույքահարկի վրա է ծախսում։ Քիչ են դեպքերը, երբ միայնակ թոշակառուն ապրում է նման թանկարժեք բնակարանում։ Եթե անգամ նմանատիպ մի քանի դեպքեր էլ կան, խնդիրը լուծվում է համայնքի միջոցով։ Եթե համայնքը կարծում է, որ դա անհաղթահարելի բեռ է այդ ընտանիքի համար, կարող է իր հայեցողությամբ որոշում կայացնել։ Գործող օրենքի կողմնակիցները տատիկ-պապիկների բարձրացնելը էմոցիոնալ համարեցին։ Թադևոս Ավետիսյանն էլ ասում է, էմոցիոնալ հարց չկա, կա ռեալ խնդիր, որը անհրաժեշտ լուծումներ է պահանջում։ Հայաստանում տարեկան գոյանում է մոտ 700,000 տոննա կոշտ կենցաղային թափոն։ Բնակչության դեն նետած աղբի 62%-ը սննդային մնացորդ է, որից կարելի է կենսագազ ստանալ ու այն օգտագործել խոհանոցում կամ տանջեռուցման համար։ Մարդկանց ոչ ֆորմալ խմբերը աղբանոցներից ամենօրյա ռեժիմով մետաղ, պլաստիկ ու ապակի են հավաքում։ Աշխատանքն օրինական եւ ի սկզբանե տեսակավորման միջոցով անելու դեպքում 7-ից 10,000 տոննա աղբի վերամշակման հաշվով կարող է 10-ից 15 աշխատատեղ բացվել։